հույս ունեմ, որ մի բան կանե, երկրորդն էլ չեմ ուզի ես տնից դուրս գամ, քանի որ ազիվ երեխուս անկյունը դրել եմ, հենա դրած, ես իմ 2022-ին Արցախի Աղավնո գյուղից տեղահանվելուց որոշ ժամանակ անց Առստամյանների ընտանիքը որպես զոհվածի ընտանիք բնակարան էր ձեռք բերել Էջմիածնի Շահումյան գյուղում Արցախի կառավարության տրամադրած բնակարանային հավաստագրի միջոցով։ Արցախի կառավարությունը 2022-ի մայիսին որոշում էր ընդունել տրամադրել 20-ից 22 միլիոն դրամի աջակցությամբ հավաստագրեր 44-օրյա պատերազմի հետևանքով ու նաև 2022-ին Աղավնոյից Բերձորից տեղահանված շուրջ 90 զոհվածի կամ անհետ կորածի ընտանիքի Հայաստանում տուն գնելու նպատակով։ Համաձայն ծրագրի ընտանիքների վերցրած հիփոթեքային վարկերը պետք է մարվեին Արցախի կառավարության կողմից 20 տարվա ընթացքում։ 2023-ին Արցախի կառավարության լուծարման պատճառով վարկերի մարումը դադարեց։ Ասիա Առստամյանի ընտանիքը տունը ձեռք էր բերել 2023-ին, սակայն այդ տարվա նոյեմբերից վարկի մուծումները դադարեցվել են։ 25 թվի մարտի 24-ն էր ինչքան գիտեմ զանգում ամուսնուս, թե բա ձեր վարկը նոյեմբերից մուծած չի, մենք դիմել ենք կառավարությանը Հայաստանի, մինչև հիմա ոչ մի տեղեկություն չկա։ Մայիսի 5-ից ժամանակ ենք տալիս, էլի, մայիսի 5-ից արդեն պիտի գաք բան անեք, վերցնեք այդ բանը, փաթեթը դուք սկսեք մուծելը։ Դե դա եկավ ամսի 5-ը, ճիշտն ասած, այնց բան սպասում էինք, էլի, ասում ենք ինչ կլինի։ Մայիսի 5-ից հետո բանկից ընտանիքներին ասել են, որ մինչև հունիսի 1-ը վճարում չիրականացնեն, մինչև Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի խնդրի վերաբերյալ։ Ասիայի ընտանիքը սպասողական վիճակում է։ Եթե Հայաստանի կառավարությունն իրենց համար բացասական որոշում կայացնի, լուրջ խնդրի առաջ կկանգնեն, քանի որ տան համար ամսական 280,000 պետք է վճարեն, ինչը չեն կարող։ Եթե ճիշտն ասած վարկը, եթե մենք ուզենք տանք, ես չեմ կարա տամ, որովհետև ես են որ ասմա բուջուր չենք, էլի մեծ ենք, ես չեմ կարա այդ բեռը թողեմ իմ տղու վրա, այդ տղան ինչքան պիտի աշխատի, որ տղայա ոչմ ամուսնանա իրան ընտանիքը պահի, կոմունալ տա, բան տա, ես ճիշտն ասած չեմ մնա, կհրաժարվեմ, եթե ես տամ, կգնամ վարձով կապրեմ, ինչ անեմ, բայց չեմ կարա տամ։ Նույն խնդրին նաև Գորիսում հաստատված Աիդա Ավակյանի ընտանիքն է բախվել։ Նրա խոսքով ինքը եւս ի վիճակի չի լինի վարկը փակել, եթե Հայաստանի կառավարությունը դրական որոշում չկայացնի։ Ուղիղ 1 տարի 8 ամիսա չի վճարում, արդեն կազմել է այդ տոկոսները 4 միլիոն 464 հազար դրամ, եթե չեմ սխալվում։ Ճիշտն ասած, ես պատրաստ չեմ վճարելու, քանի որ դե զոհվածի գումար ենք ստանում, բայց դե ունեմ 4 երեխա, աղջիկներիցս մեկն էլ հաշմանդամ է, ես իր պատճառով չեմ կարող աշխատեմ ոչ մի տեղ։ Դրա համար էլ ինձ թվում է ես չեմ կարալու վճարեմ, չես կարա մի տեղից, այսինքն ստանաս մի տեղը փակես, ես պատրաստ չեմ վճարելու։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից Civilnet-ին միայն հայտնել են, որ խնդիրը քննարկման փուլում է։ Ընտանիքները հուսով են, որ դրական որոշում կլինի իրենց համար։